Ողջունում ենք ձեզ սիրելիներ, Աստված օրհնի ամենքիդ։ Այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ներսես մեծ հայրապետի հիշատակության օրը։ Հիմա ձեզ համար պիտի ընթերցեմ Սուրբ հայրապետի վարքը։ Հույս ունեմ, որ ուշադրությամբ եւ սիրով կլսեք ու կտարածեք, որպեսզի մարդիկ լսեն եւ իմանան ով է Սուրբ Ներսես մեծ հայրապետը։ Ցավոք սրտի այսօր շատերը խեղաթյուրում են քրիստոնեությունը։ Ամեն կերպ ծռում են քրիստոնեությունը եւ անգամ նույնացնում են հեթանոսական ուսմունքների հետ։ Շատերը տարված են արևելյան կրոններով, շատերը տարված են աղանդներով, հեթանոսությամբ եւ մաքուր քրիստոնեական վարդապետությունը խառնում են ինչ որ այլ բաների հետ։ Մեր հայրապետները սրբորեն են պահել ուղղափառ քրիստոնեության վարդապետությունն ու դավանությունը։ Մեր սուրբ հայրապետները պատրաստ են եղել եւ իրենց կյանքն են դրել հանուն նրա, որպեսզի ուղղափառությունը չծարվի։ Բայց մեր օրերում ցավոք սրտի ամեն կերպ քրիստոնեությունը ծարվում է։ Իհարկե ոչ եկեղեցու ներսում, այլ եկեղեցուց դուրս, եւ մարդիկ սովոր են լսել իրենց ականջին հաճելի բաներ եւ ոչ թե ճշմարտությունը։ Ինչպես որ Սուրբ Առաքյալն է ասում, որ կգան ժամանակներ, երբ այլևս ողջամիտ վարդապետությանը ականջ չեն դնի, այլ իրենց շուրջը կհավաքեն իրենց ականջին հաճելի բաներ խոսող ուսուցիչներ եւ նրանց կլսեն։ Բայց ուղղափառ քրիստոնյաները անմասն պիտի լինեն հեթանոսական ամեն ինչից, աղանդավորությունից, արևելյան այդ կրոններից, յոգա կլինի, այլ բաներ կլինեն։ Մենք պիտի հասկանանք, որ քրիստոնեությունը լրացման կարիք չունի։ Պիտի հասկանանք, որ քրիստոնեությունն ինքն իրենից արդեն իսկ լիություն է։ Եվ Աստծո միածին որդին է մեր զորագլուխը, հորը հավասար որդին, Սուրբ Երորդության երկրորդ անձը։ Իսկ այսօր ամեն կերպ ծռում են ուղղափառ եկեղեցու դոգմատները, ուղղափառ եկեղեցու դավանությունն ու վարդապետությունը։ Եվ ժողովուրդը իր տգիտության պատճառով հավատում է այս նորահայտ մոլորեցնողներին, որոնց մասին իհարկե առանձին կխոսենք։ Իսկ հիմա եկեք ծանոթանանք Սուրբ Ներսես հայրապետի վարքին։ Հայաստանյաց եկեղեցու հայրապետների մեջ սքանչելին, մարգարեական հոգով լի եւ առաքելական ճգնություններով պայծառացած մեր Սուրբ հայր Ներսես մեծը սերում էր Պարթևյան Արշակունիների ազգից, Սուրբ Լուսավորչի զարմից, 5-րդը նրա սերնդից, նրա թորան թորը, Սուրբ Գրիգորի որդու, Վրթանեսի որդու, Սուրբ Հուսիկի որդու, Աթանագինեսի որդին։ Վաղ հասակում նրան ուղարկեցին Կապադովկյան Կեսարիա կրթվելու եւ ուսանելու հելենական դպրությունը, բայց առավել աստվածային գիտությունը, որտեղ իր աստվածահաճո կենցաղավարությամբ օրեցօր առաջադիմեց առաքինությունների մեջ։ Ապա Կեսարիայից գնաց Կոստանդնուպոլիս, որտեղ առավել զարգացավ իմաստությամբ եւ առաքինությամբ եւ սիրելի լինելով հույներին ու հայերին, փեսայացավ Պիոնես անունով երևելի իշխաններից մեկին։ Աստծո կամքով ունեցավ մի որդի, որին Իսահակ կոչեց, որը նույն ինքը հայոց հայրապետ Սուրբ Սահակ Պարթևն էր։ Նա մի այր էր, բարձրահասակ եւ վայելչագեղ, որի նմանը չկար աշխարհի երեսին։ Գրավիչ տեսք ուներ, զարմանալի եւ պատկառելի էր բոլոր տեսնողների համար, իսկ զինվորական կրթության մեջ նախանձելի քաջ։ Աստծո երկյուղը սրտում խստիվ պահպանում էր նրա պատվիրանները։ Մարդասեր էր, սուրբ եւ պարկեշտ, հույժ իմաստուն, անաչառ, արդարադատ, հես, քաղցր, խոնար, աղքատասեր, օրինավոր եւ լի Աստծո սիրով։ Բոլորի հետ վարվում էր ըստ պատվիրանների, սիրել ընկերոջը, ինչպես ինքն իրեն։ Դեռևս մանկուց ապրում էր Տիրոջ պատվիրաններով եւ արդարությամբ ու անարատությամբ ծառայելով մերձավորներին։
Լի Աստծո նախանձախնդրությամբ վարվում էր Սուրբ Հոգով եւ կատարյալ էր ամեն բանում։ Ներսեսի բարի համբավը տարածվել էր մինչև իր հայրենի հայոց երկիրը։ Երբ Արշակի թագավորության երկրորդ տարում մեռավ Փառներսե հայոց կաթողիկոսը, երկրի եպիսկոպոսները թագավորի եւ նախարարների հետ ժողով գումարեցին եւ լուսավորչի աթոռի արժանավոր ժառանգ տեսան Ներսեսին, որի համար падգամավորներ ուղարկեցին նրան Կոստանդնուպոլսից Հայաստան բերելու համար։ Եվ թեպետ երանելին շատ հակառակվեց, սակայն ազգի եւ եկեղեցու շահը հարկադրեց նրան հնազանդվել Աստծո հրավերին։ Նախապես ազդարարեց թագավորին ու նրա ավականուն, թե իր հովիվ եւ առաջնորդ ընտրվելու դեպքում պարտավոր է լինել անաչառ, հանդիմանել բոլորին իրենց սխալների համար եւ վերացնելով սպրդած անկարգությունները երկիրը դարձնել նախկին բարեզարդությանը, որ կար մեծ Գրիգորի օրոք։ Եվ նրանք հանձն առան նրա բոլոր խոսքերը։ Այն ժամ Տիրոջ 364 թվականին մեծ շուքով, մեծամեծ նվերներով, ընծաներով եւ կնքված հրովարտակներով նրան ուղարկեցին Կեսարիա, ինչպես այն ժամանակ Սուրբ Լուսավորչին, որպեսզի Եվսեբիոս եպիսկոպոսապետի կողմից ձեռնադրվի հայոց կաթողիկոսության համար։ Նրանք ցնծությամբ եկան հասան եւ տեսան կաթողիկոսների կաթողիկոսին, Սուրբ, մեծանուն, երանելի եւ սքանչելի Եվսեբիոսին, ու նրան հանձնեցին Արշակ թագավորի հրովարտակը։ Եվսեբիոսը նրան ընդունեց սիրով եւ պատվով ու ըստ առաքելական կարգի ժողովեց Սուրբ եպիսկոպոսներին, որպեսզի Սուրբ Ներսեսին ձեռնադրեն որպես հայոց աշխարհի եպիսկոպոսապետ։ Եվ այնտեղ Տիրոջ կողմից մեծահրաշ սքանչելիք եղավ, որովհետև երբ Եվսեբիոս եպիսկոպոսապետն ու քահանաները եկեղեցի մտան, որոնց մեջ նաև Սուրբ Երիցապետ Բարսեղը, Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով բոլոր քահանաների եւ բազմաթիվ ժողովրդի առաջ իջավ Սուրբ Սեղանի վրա, ապա Սուրբ Սեղանից սավառնելով աղավնակերպ իջավ եւ երկար ժամանակ նստեց Սուրբ Բարսեղի վրա։ Իսկ երբ հասավ այն պահը, երբ կամեցան ձեռնադրել Ներսեսին, Սուրբ Հոգին Սուրբ Բարսեղի վրայից վերացավ եւ իջավ Ներսեսի վրա։ Երբ Աստծո այս նշանն ու սքանչելիքը երևաց, ողջ ժողովուրդը եւ Եվսեբիոս մեծ եպիսկոպոսապետը զարմացած մնացին։ Բոլոր նախաղակեցին ասելով նրան. «Դու հաճելի եղար Աստծուն, Աստծո Հոգին իջավ քեզ վրա, ինչպես երբ ամենասուրբ Հոգին երևաց Տիրոջ վրա»։ Ապա ձեռնադրեցին նրան եւ պատվով նստեցրին եպիսկոպոսության աթոռին։ Դրանից հետո, երբ երանելի Ներսեսը հրավիրվեց քահանայապետական հանդիսությամբ մատուցելու աստվածային պատարագը, երկնքից ի վերուստ լույսի հրեղեն սյուն իջավ եկեղեցու վրա եւ լսելի եղավ երկնային զորքերի ձայնը, որոնք երգում էին երեքսրբյան օրհնությունը։ Իսկ պատարագի արձակումից հետո, երբ Սուրբ Ներսես հայրապետը ելավ տաճարից, տեսան, որ նրա երեսը լուսափայլում էր նախամարգարե Մովսեսի նման, երբ նա իջնում էր Սինա լեռան վրայից։ Երկյուղեցին բոլոր տեսնողները եւ երանի տվեցին նրա հոտին, որ Աստված այսպիսի հովիվ տվեց նրանց։ Ապա մեծ պարծանքով եւ Սուրբ Հոգով զգեստավորված փառքով վերադարձավ Հայաստան աշխարհ։ Ճանապարհներին նրան ընթառաջ էին գալիս բազմություններ քաղաքներից եւ գյուղերից, որովհետև լսել էին այն հրաշքների մասին, որ եղել էին նրա հետ, օրհնություն էին ստանում նրանից, իսկ ախտաժետները բժշկություն գտնում։ Երբ մտան հայոց երկիր, Արյուծ կոչվող լեռան վրա նրան դիմավորեց Արշակ թագավորը նախարարներով հանդերձ։ Մեծ խնդությամբ ողջունեցին միմյանց եւ օրհնությամբ երկիր մտան։ Նրան պատվով վաղարշապատ տարան եւ փառքով նստեցրին Էջմիածնի աթոռին։ Անպատմելի ուրախություն տիրեց ողջ հայոց ազգին, քանզի ընդունում էին նրան որպես Աստծո հրեշտակի եւ նրա մեջ տեսնում էին Քրիստոսի կենդանի նահատակին, մեծն Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Արդարև իր նախահոր մեծ լուսավորչի նման, Ներսես մեծը ծագեց հայոց աշխարհում որպես մի արեգակ, նորոգելով
պայծառեցրեց հայաստանյաց եկեղեցին, ինչպես կանոնակարգել էին Սուրբ Գրիգորը, նրա որդիներն ու թոռները։ Նրա հովապետության տարիներին երկրում մեծ խաղաղություն տիրեց, որովհետև նա իր վարքով եւ գործունեությամբ նմանվեց իր հորը մեծն Գրիգորին, հոգալով իր հոտը անվնաս պահել երևելի եւ աներևույթ թշնամիներից։ Նա բոլորին սնում էր վարդապետության հասուն պտուղներով, առատորեն մատակարարելով օգտակարը։ Այնքան լցվեց աստվածային շնորհներով, որ մեծամեծ հրաշքներ էր գործում, բժշկում էր հիվանդներին եւ մոլորվածներին կանգնեցնում ուղիղ ճանապարհի վրա։ Այնպես էր սիրում եւ խնամում աղքատներին ու տարապյալներին, որ իր հանդերձներն ու կերակուրը կիսում էր նրանց հետ։ Օգնական եւ առաջնորդ էր նեղված եւ տարապած անձանց, հովանավոր ու պաշտպան բոլոր զրկվածներին։ Ում օրհնում էր, օրհնվում էր, ում անիծում էր, անիծվում էր։ Շինում էր քանդված եկեղեցիները, վերականգնում ավերված սեղանները։ Ապաշխարության կարգ էր սահմանում թերահավատների համար, որպեսզի հավատան Աստծուն եւ փրկություն ունենան։ Իսկ հավատացյալներին մխիթարում էր հանդերձյալ բարիքների եւ մշտնջենավոր պարգևների հույսով։ Վերստին փառավորվեց Թադեոս Առաքյալի աթոռը, որովհետև նա իր հայրերի նման որդի եղավ։ Ընդդիմանալով չարախոսներին պապանձեցնում էր նրանց, միանգամայն խափանում անօրեն գործն ու խոսքը եւ մինչ իմահ մարտնչում ճշմարտության համար։ Իր մեջ կրում էր անպատմելի զորություններ, մեծ ուշադրություն էր դարձնում ողորմածության մասին օրենքներ սահմանելու վրա։ Նախ ինքն էր բարի գործեր անում եւ ապա ուրիշներին բարի գործեր անելու օրինակ տալիս։ Ուսուցանում էր, որ ամենամեծ բարիքներն են սերը, հույսը, հավատը, սրբությունը, քաղցրությունը, հեզությունը, անոխակալությունը։ Սքանչելի էր իր վարդապետության աստվածատուր պարգևներով եւ հրաշագործության նշաններով եւ իր սրբության օրինակելի վարքով նման էր բոլոր առաքինություններն իր մեջ արտացոլող հայելու։ Տեսնելով Սուրբի մեծ ողորմածությունն աղքատների հանդեպ, մարդիկ եւս իրենց ունեցվածքը զվարթությամբ աշխում էին աղքատներին եւ եկեղեցու կարիքների համար։ Նա գնաց հասավ Տարուն գավառի կողմերը եւ իր մոտ ժողովեց հայոց աշխարհի բոլոր եպիսկոպոսներին։ Հավաքվեցին Աշտիշատ գյուղում, որտեղ Սուրբ Լուսավորչի կողմից շինվել էր առաջին եկեղեցին։ Այն մայր եկեղեցին էր եւ նախնյաց եկեղեցական ժողովների հավաքատեղին։ Բոլորը հոժարությամբ մասնակցեցին ժողովին եւ օգտակար խորհրդակցություն ունեցան աշխարհական կարգերը բարելավելու եւ հավատի ընդհանուր կանոններ հաստատելու վերաբերյալ։ Ժողովի ընդունված կարևոր որոշումներն էին. Առաջին, ըստ պատվի եւ ավակության եկեղեցում եւ արքունիքի մեջ օրինավոր պահել նվիրապետության կարգը, որպեսզի կարողանան խաղաղության մեջ պահել եկեղեցուն եւ թագավորությանը։ Երկրորդ, պահել ամուսնության օրինավոր կարգը մինչև 7 սերունդ։ Ըստ սահմանված կանոնի խորշել մերձավոր խնամիությունից, որպեսզի իշխանները եւ ազնվականները ամուսնական կապեր չկնքեն իրենց ազգականների հետ, հայրենի ցեղապետությունը պահելու պատրվակով։ Երրորդ, պահել թաղման կարգը քրիստոնեական օրենքով եւ ոչ թե հեթանոսների նման կոծել մեռելի վրա համընդհանուր հարությանը չհուսացողի պես։ Չորրորդ, հրեական խտրությամբ եւ հեթանոսական անգթությամբ չհալածել անդարման եւ սովալուկ բորոտներին ու պիսակավորներին դեպի անբնակ վայրերը կեր դարձնելով գազաններին, այլ հայոց աշխարհի տարբեր գավառներում բոլոր ցավագարների համար շինել հանգստավայրեր, բորոտների համար ուրկանոցներ, կույրերի, կաղերի եւ այլ հաշմանդամների համար անկելանոցներ, նաեւ այրիների, աղքատների եւ օտարների համար հիվանդանոցներ, որփանոցներ, կացարաններ, հյուրանոցներ, հոգետներ եւ այլն։ Այս ամենի հոգաբարձության համար որպես տնտես եւ վերակացու նշանակեց իր հավատարիմ եւ առաքինի երանելի խաց սարկավակին, որ Կարին գավառից էր։ 5. Սահմանեց, որ աշխարհից հեռացած անձինք սիրեն եւ պահեն իրենց առանձնությունը ըստ սահմանված վանական կանոնների, որոնցով չպետք է դեգերեին քաղաքներում եւ շեներում, աշխարհականների տներում եւ բնակվեին վանքից դուրս։ Եվ քանի որ մեծացել էր կրոնավորների թիվը ու եղած վանքերը բավարար չէին նրանց, ուստի հրամայեց շինել նոր վանքեր, մենաստաններ եւ առանձնատներ ըստ յուրաքանչյուրի ցանկության եւ անհրաժեշտության։
Նրանց բոլորի վրա տեսուչ եւ հայր նշանակեց Շաղիտային, որը Սուրբ Դանիելի առաքինի աշակերտներից մեկն էր։ Այսպես Սուրբ Ներսեսի օրոք Հայաստան աշխարհը ծաղկեց ու պայծառացավ իբրև Աստծո դրախտ, ինչպես Իսրայելի տունը Մովսեսի ժամանակ։ Բոլոր քաղաքները եւ գյուղերը, շեներն ու ավանները փայլեցին շինությունների բարեզարդությամբ եւ նորոգությամբ։ Վեր բարձրացան նորանոր տաճարներ եւ վանքեր, բազմացան եկեղեցու սպասավորներ, լեռները լցվեցին մենաստաններով, ինչպես Եգիպտոսում Մեծ Անտոնի ժամանակ, եւ ինչպես ասում են, Սուրբ Ներսեսի օրոք շինվեցին 2040 մեծ ու փոքր վանքեր։ Հայաստանի բոլոր գավառներում հիմնեց հունարեն եւ ասորերեն լեզուների դպրոցներ, քանի որ դեռևս չկար հայոց գիրը եւ հոգ էր տանում, որ եկեղեցականները կրթված լինեին գիտությամբ եւ աստվածային իմաստությամբ։ Իր հայրապետանոցի պայծառությունն ու զարդը Քրիստոսի աղքատների հյուրընկալության կարգն էր։ Սուրբ հայրապետի սեղանը հատկացված էր բոլոր կարիքավորների ընդունելության համար։ Չասենք նրանց մասին, որոնց դրսում էր խնամարկում։ Ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին, կույրերին, կաղերին եւ հիվանդներին։ Սուրբ հայրապետը նրանց ծառայում էր անձամբ, իր ձեռքով կերակուր բաժանելով, ձեռքերն ու ոտքերը լվանալով, վերքերը դարմանելով, կապելով եւ օծելով ու այդպես իր բոլոր ունեցածը նրանց վրա էր ծախսում։ Եվ այս ամենով հանդերձ սրբությամբ եւ արթնությամբ հսկում էր իր հոտին։ Բոլորին պատրաստում էր Աստծո խոսքի ունկնդրությանը եւ ինչ որ ուսուցանում էր, նախ ինքն էր կատարում։ Մարգարեների եւ առաքյալների նմանությամբ սովորեցնում էր ողորմած լինել։ Ձեր մեղքերը, ասում էր, պետք է ողորմությամբ քավեք եւ ձեր անօրենությունները գթությամբ եւ աղքատներին ողորմություն տալով։ Հիշեցնում էր առաքյալներին, որոնք աղքատներին սպասարկելու համար ընտրեցին մեծ նախավկա եւ նախասարկավակ Ստեփանոսին իր ընկերներով։ Նրան, ով արժանի եղավ բացված երկնքում տեսնել Աստծո որդուն նստած հոր աջ կողմում։ Հիշեցնում էր նաև Տիրոջ խոսքը ուղված մեծահարուստին, որը կատարել էր բոլոր պատվիրանները։ Վաճառիր քո ունեցվածքը եւ տուր աղքատներին ու գանձեր կգտնես երկնքում։ Այս եւ նման բաներ շարունակ խոսում էր գիշեր թե ցերեկ եւ չէր դադարում ուսուցանել ու հանդիմանել։ Այսպես նրա օրոք վայելչորեն պայծառացավ հայաստանյաց եկեղեցին։ Ապա եպիսկոպոսների ու իշխանների միաբան խորհրդով եւ թագավորի հավանությամբ որոշեցին, որ հարկ չկա, որ հայոց կաթողիկոսը ազգի ընդհանրական եպիսկոպոսապետը նախկին սովորության համաձայն ձեռնադրություն ստանա Կեսարիայի եպիսկոպոսապետից։ Քանզի քիչ գժտությունների եւ նեղությունների առիթ չէր հայերի ու հույների միջև։ Որոշեցին, որ ազգի պատրիարքը ձեռնադրվի ազգի եպիսկոպոսների կողմից եւ այս որոշումով Սուրբ Ներսեսին անվանեցին Լիրավ պատրիարք, այսինքն ինքնիշխան հայրապետ։ Եվ այս սովորույթը որպես հաստատուն անվանդ անցավ հաջորդ աթոռակալներին մինչև այսօր։ Այդ շրջանում թշնամություն ծագեց հայոց արշակ թագավորի եւ հռոմեացիների Վաղենտիանոս Կայսեր տերությունների միջև, որի պատճառով Կայսերը սպանել տվեց արշակի եղբայր Տրթատին, որն իր մոտ պատանդ էր։ Իր սպարապետին մեծ Թեոդոս սպանացուն մեծ զորքով ուղարկեց հայոց աշխարհի վրա։ Այնժամ արշակը սարսափած աղաչեց Սուրբ Ներսես հայրապետին իր իմաստությամբ հաշտության միջոց գտնել ու մարել ինքնակալից հասումը։ Սուրբ Ներսեսը պատվական այրերով իսկույն ելավ գնաց Թեոդոսին ընթառաջ ու ողոքիչ խոսքերով համոզեց նրան վնաս չպատճառել երկրին։ Ապա նրա հետ գնաց արքունի դուռը, որտեղ Աստվածիմաստ գիտությամբ եւ իր բերանի շնորհաբուխ խոսքերով համոզեց ինքնակալին խաղաղություն հաստատել։ Կայսերը մեծ սիրով լսեց, հույժ մեծարեց Սուրբ հայրապետին եւ վերադարձրեց հայոց մյուս պատանդներին։ Եվ քանի որ Կայսերը զուր սպանել էր Տրթատին, առավել գութ ցույց տվեց նրա որդուն գնելին եւ նրան հյուպատոսության պատիվ ու բազում գանձեր շնորհեց։ Եվ լսելով նաև որ մեռել է հայոց արշակարքայի կինը, նրան կնության ուղարկեց իր ազգակնուհուն, չքնաղ մի օրիորդի, որի անունը Օլիմպիադա էր։ Եվ այսպես Ներսես մեծը փառքով վերադարձավ Հայաստան, ուրախացնելով բոլորին, առավելապես արշակ թագավորին։ Սակայն արշակը կարճ ժամանակ անց ոտնահարեց Սուրբ Ներսեսի ջանքերն ու Կայսեր սերը։ Քանզի երբ Տիրիթը տեսավ, որ իր հորեղբորորդի գնելը մեծ բարձրության հասավ եւ փեսայացավ Սյունած Անդոկ նահապետին,
մեծ շուքով, ասես թագավորական հարսանիքով, ամուսնանալով նրա փարանձեմ դստեր հետ, սկսեց Արշակի մոտ չարախոսել նրանից։ Արշակն էլ, որ աչք ուներ գնելի կնոջ վրա, սպանել տվեց գնելին ու առավ նրա կնոջը փարանձեմին։ Բայց քանի որ դեռևս ողջ էր Օլիմպիադա թագուհին, փարանձեմն իրեն դավակից է դարձնում Մրջունիկ անունով մեկին, որ այդ ժամանակ արքունի դռան երեցն էր։ Մրջունիկ երեցն արավ անարժան, երբեք չկատարված, անջնջելի, անմոռանալի չարագործություն, հավիտենական տանջանքի արժանի մի բան արեց, չտեսնված, չլսված մի գործ կատարեց, կյանքի դեղի մեջ մահվան դեղ խառնելով։ Աստծո մարմնի Սուրբ հաղորդության հացի հետ խառնեց մահաբեր դեղը, եկեղեցու մեջ տվեց Օլիմպիադա տիկնոջն ու սպանեց նրան։ Այս չերեցը կատարելով անորեն փարանձեմի ամենաչար կամքը, նրանից պարգև ստացավ Տարոն գավառի իր հայրենի Գոմկունք գյուղը։ Սուրբ Ներսես հայրապետը տեսնելով Արշակի եւ նրա գործակիցների գործած չարիքները, անիծեց նրանց։ Առանձնացավ հեռանալով Վաղարշապատ թագավորական քաղաքից եւ սուքի մատնվեց Արշակի համար, ինչպես Սամուելը Սավուղի համար։ Այս դեպքերից հետո հայոց նախարարները թշնամացան Արշակի դեմ։ Մինչ Արշակը վարանումների մեջ էր, Վաղենտիանոս հունաց կայսրը իմանալով, որ Արշակը արհամարել է հռոմեացիներին եւ միաբանվել պարսիկների հետ, Թեոդոս Զորավարին մեծ զորքով ուղարկեց Հայաստան ասպատակելու երկիրը։ Այն ժամ տագնապած Արշակը եպիսկոպոսների եւ նախարարների միջնորդությամբ դարձյալ դիմեց Սուրբ Ներսեսին, խոստանալով ապաշխարել իր բոլոր չարիքների համար, միայն թե հայրապետը խաղաղության հնար գտնի։ Սուրբ Ներսես մեծը տեղի տալով նրանց խնդրանքներին եկավ ու նախարարներին հաշտեցրեց թագավորի հետ, ուխտ հաստատելով նրանց միջև, որ թագավորն այսուհետև ուղղվի եւ բարի օրինակ լինի, իսկ նախարարները հպատակության արժանի պատիվ ցուցաբերեն նրան։ Ապա դարձյալ ընդառաջ գնաց մեծ Թեոդոսին, համոզեց նրան, որ վնաս չհասցնի հայոց աշխարհին։ Եվ Թեոդոսը, որն ուներ Աստծո երկյուղը, ընդունեց Սուրբի խնդրանքները, նրան հորդորեց իր հետ գալ արքունիկ եւ անձամբ համոզել թագավորին։ Քաչովի վահանձն առավ իր հոտի օգտի համար եւ պատանդներով ու Արշակի թղթով գնաց Կոստանդնուպոլիս։ Իսկ Վաղեսը, որն արիոսական էր եւ ժանդաբարո, երբ լսեց Աստծո մարդու Ներսեսի Գալստյան մասին, իր ամբողջ ցասումը թափեց նրա վրա։ Իմանալով նրա ուղղափառ կատարյալ վարդապետության եւ մոլորությունների անաչառ հանդիմանիչ լինելու մասին, հրամայեց իր երկու սարկավակների եւ մի քանի քահանաների հետ աքսորել նրան։ Ձմեռային օրեր էին։ Երբ նավարկում էին դեպի աքսորավայրը, ծովից դառնաշունչ հողն բարձրացավ եւ նավը շպրտեց մի կղզու ափ, ըստ ավանդության կարծիք կա Մարմարա ծովի կղզիներից մեկն էր։ Մի անբնակ վայր, որտեղ ոչ դալար բույս կար, ոչ արմատ եւ ոչ մի բան պիտանի մարդու բնակության համար, այլ միայն քար, ավազ եւ ապարաշ։ Սուրբ Ներսեսը ուրախ էր այս բանի համար, որ իրեն վիճակվեց չարչարանքներ կրել Հիսուս Քրիստոսի Աստծո որդու անվան համար։ Այդ կղզում ոչ խմելու ջուր կար եւ ոչ մի չնչին արմատ։ Այդ պատճառով էլ նրանց այդտեղ էին աքսորել, որպեսզի սովամահ լինեին։ Նրանցից տկարները սկսեցին տանջվել քաղցից ու ծարավից, տարապել, թուլանալ ու նվաղել։ Այն ժամանակ Սուրբ Ներսեսը սկսեց բոլորին քաջալերել ու մխիթարել, ասելով. «Պինդ մնացեք, հաստատուն եղեք եւ մի վախեցեք, որովհետեւ մեր Տեր Հիսուս Քրիստոս էր, որ Սաբեկի ծառայից խոյ պատղաբերեց եւ ընդունեց կենդանի զոհին Իսահակին, որ պանդխտության մեջ օրհնեց Հակոբին, որ ստրկությունից փրկեց Հովսեփին ու Տեր դարձրեց, որ երկնքին հրամայեց ի վերուստ քաղցր կերակուր ու մանանա ցողել, որ ապստամբ եւ դառը ժողովրդին կերակրեց լորամարգիներով եւ վեմ լինելով շրջեց նրանց հետ անջրդի անապատում ու ծարավ ժողովրդին քաղցր ջուր տվեց։ Նա ինքն էր, որ անապատում սակավ հացով կերակրեց ժողովրդին ու այն ծառի օրինակով, որ խոյ պատղաբերեց, բևեռվեց ու կախվեց խաչից, խոցվեց կողից եւ այնտեղից մեզ համար փրկության ջուր բխեցրեց, որպեսզի մեր փրկության համար լվացվենք ու սրբվենք ապաշխարությամբ։ Նա մեզ համար հաց եղավ, իր արյունը տվեց մեզ ըմպելու, որպեսզի իր մարմինը խառնելով մեր մարմնի հետ, արյունն էլ մեր արյան հետ, մեզ բնակեցնի իր աստվածության մեջ։ Արդ մենք, որ նրա այսքան երախտիկների դիմաց գոհաբանական խոսքեր չենք ուղում նրան,
ինչպես կարող ենք կարծել, որ նա սովամահ կթողնի մեզ։ Քավ լիցի, այդպես չէ, խնդրենք հավատով, եւ նա մեզ կերակուր կտա։ Եվ հիմա նշան խնդրենք նրանից։ Քավ լիցի, քանզի նշանը պետք է թերահավատ ու չար մարդկանց ուղղության բերելու համար։ Տերը գիտե մեր կարիքներն ու օգտակարը, եւ ըստ այդմ կպատրաստի մեզ անհրաժեշտը։ Մենք այնպես չենք, եւ քավ լիցի, որ լինենք, ինչպես ասած, չար ազգը նշան է խնդրում։ Տերը կարող է առանց կերակրի էլ մեզ ողջ պահել, կարող է կերակուր տալ, կարող է արդարացնել, կարող է արժանացնել, որ իր անվան համար պատրաստվենք մահվան, տալով մեզ խաղաղ բնական մահը եւ արժանացնելով արքայությանը։ Այժմ բոլորը ծնկի եկեք, որ արժանանանք Քրիստոսի մարդասիրությանը։ Երբ նրանք 3 անգամ ծնրադրեցին եւ աղոթեցին, ծովում հողմ բարձրացավ եւ մեծ քանակությամբ ձուկ կղզուապ թափվեց այնքան շատ, որ կույտ լցվեցին կղզում եւ դրանց հետ շատ փայտ։ Փայտը հավաքեցին, գոյտեր շինեցին եւ մինչ մտածում էին, թե կայծ է հարկավոր, հանկարծ փայտն ինքն իրեն բոցավառվեց։ Նրանք գոհանալով աղոթեցին, ապա ձուկը խորովելով կերան։ Երբ փագեցան եւ խմելու ջուր ցանկացան, Սուրբ Ներսեսը ոտքի կանգնեց, կղզու մեջ ավազը փորեց եւ քաղցրահամ աղբյուր բխեցրեց, որով շարունակ հագեցնում էին իրենց ծարավը։ Այսպես կերակրվում էին ծովից, իսկ Սուրբ Ներսեսն անդադար մխիթարում էր նրանց եւ ասում. Այսպես հիշեք եւ ձեր մտքերում պահեք Տիրոջ խոսքը, ով ասաց. դուք նախ փնտրեք Աստծո արքայությունն ու արդարությունը, եւ մնացածը ձեզ կտրվի ու կավելանա։ Տեսնում եք, եղբայրներ, որ Աստված խրատելու համար մեզ մոտենում է ինչպես հայրը որդուն, որպեսզի մեզ քաջ ու պիտանի դարձնի եւ մեծամեծ պարգևների արժանացնի։ Նա մեզանից փոքր ինչ առաքինություն է ուզում է, որ սիրենք իրեն, որի դիմաց մեզ անթիվ անհամար բարիքներ է տալիս եւ հրաշքներ գործում, իր մարդասիրությամբ բարի հատուցում է անում, որովհետեւ նա նույնիսկ իր անձը չխնայեց ու մեզ համար կերակուր եւ ըմպելիք եղավ։ Այսպես 9 տարի շարունակ Սուրբ Ներսեսը մշտապես քաջալերում էր նրանց։ Ահա եւ առաջին մասի ավարտը, սիրելիներ։ Օրվա ընթացքում կտեղադրենք նաեւ երկրորդ մասը, որովհետեւ վարքը երկար է եւ շատերդ երևի թե հոգնեք երկար լսելուց։ Դրա համար 2 մասով կտեղադրենք, որպեսզի սիրով եւ ուշադրությամբ լսեք։ Աստված օրհնի բոլորիդ։ Օրհնյալ է Սուրբ Ներսես հայրապետի հիշատակը։ Այսօր նրա հետ նաև տոնում ենք Խատ եպիսկոպոսի հիշատակը։ Եթե հասցնենք, անպայման նրա վարքն էլ կձայնագրենք։ Թող որ բոլոր սրբերի հիշատակը օրհնյալ լինի։ Թող որ նրանք ապրեն մեր սրտերում, նրանց հիշատակը միշտ մեր մտքում լինի եւ հանապաս խնդրենք նրանց բարեխոսությունը։